Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Նախ ներողություն ենք ընտրում երեկ եթեր չհեռարձակվելու համար, դա կապված էր դարձյալ իմ առողջական խնդիրների հետ։ Վերջերս իմունիտետս շատ է ընկել ու հաճախ եմ հիվանդանում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր առողջություն են մաղթում, դուք նույնպես առողջ եղեք, որովհետև այո, եղանակային այս շրջանում ավելի հաճախ ենք հիվանդանում։ Այնուամենայնիվ շաբաթ կիրակի օրերին նույնպես թեմաներ են հասունացել, որոնք որ թվում էր երեք պիտի փորձենք մեկնաբանել, բայց ոչինչ բան չկա, այսօր կշարունակենք, այսօր կասենք։ Իհարկե, այն ինչ որ նախապատրաստել էի շաբաթ կամ կիրակի օրերի համար, մի փոքր հնացած կարող են թվալ, բայց ընդհանուր պետք է անդրադառնանք ու անցնենք առաջ։ Այո, քթի տակ մեր հարևան երկրում պատերազմա, որը որ վերածվում է կարծես արաբական երկրների տարածքով, եթե հանկարծ դեպի հարավ-արևելյան կողմ չգնա, արդեն լավ կլինի, լայնածավալ ինչ-որ գործունեություններ են գնում, ռազմական, և պատկերացնում եք այս վիճակում, ոնց էին ասում ընդդիմությունը, չէ, հարցականը մի քիչ իրանք յուրահատուկ է, հասկանում եք, երկիրն այս վիճակում էր, իսկ վարչապետը կարկանդակ էր ուտում, կամ պերաշկի, ինչպես իրենք են սիրում ռուսերենով խոսել։ Ուրեմն, գիտեք, ես ցավոք սրտի զուգահեռաբար տեսնում եմ, որ շատ հայեր հակահայաստանյան կոչերով են հանդես գալիս, չգիտեմ, ըմբռնումով են դա անում, թե առանց ըմբռնելու, բայց գանք մի փոքր խորքից։ Ժորժ ջան, դուք գիտեք, որ եթե չգիտեք, ասեմ, որ մեդիա տիրույթը եւ առհասարակ հիբրիդը հենց այսպեսինն է լինում, մեդիա տիրույթը նույնպես ռազմական ժամանակակից ռազմական գործողությունների ամենակարևորագույն բաժիններից մեկն է, ամենակարևորագույն։ Եվ այն ներքին պատերազմը Հայաստանում, որը գնում էր տարիներ, մենք փորձել ենք մեր հաղորդման միջոցով դրա դեմն առնել, ցավոք պաշտպանելով շատ դեպքերում հայերից, քան թշնամիներից, որովհետև այդ ընթացքում երևի թե արտաքին ուժերը այդքան չեն մտել հայկական մեդիա տիրույթ, որքան ներքին 5-րդ չարասյունն է նրանց զորով բերել միշտ մեր հանրային տիրույթ, սկսած Ալիևի բարբաջանքներից, վերջացրած Ռուսաստանի Դաշնության այս կամ այն խոսույթը, Թուրքիայի կամ չգիտեմ, հիմա էլ հաճախակի տեսնում ենք եվրոպական, ֆրանսիական կամ գերմանական ինչ-որ ալիքներ են բացվում կամ հին փակված ալիքներ են, դրանք երևի փող են տալիս, առնում են ու ինչ-որ fake լուրեր են տարածում այդտեղով, մատնացույց անելով իբր արևմուտքն էլ է, էլի, այտենց բաներ հրապարակում։ Իհարկե շատ արագ պարզվում է, որ դա fake է, բայց այս գործողությունը մեր պետության դեմ մնում է, ինքը մաղձը մնում է, այսինքն արձանագրվում է, որ պետության դեմ գործողություն եղավ, հա, հիմա դա ինչ արդյունքներ ունեցավ, հարցի մյուս կողմն է, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները, այ տեսնում եք հիմա ոնց են իրար հարվածում, չէ, կոնկրետ նշանակետերով, ինչ տեխնիկաներով եւ գրեթե կարելի է ասել, որ ուղիղ բախում դեռևս չգիտեմ, իսրայելական կամ ամերիկյան կենթանի ուժի եւ իրանական կենթանի ուժի ուղիղ բախում դեռևս չկա, ժամանակակից տեխնոլոգիաներով ինչ որ իրար են խփում։ Դե հիմա այս ամեն ինչը ինչ որ տեսնում եք, բերեք հիմա Արցախ 44-օրյա պատերազմ ու փորձեք պատկերացնել, այն որ ասում էին 44-օրյա պատերազմին մենք պատրաստ չենք, ինչ նկատի ունենք, որ ասում ենք մեր բանակը պատրաստ չէր, ինչ նկատի ունենք, որովհետև հարցը բանակ ասվածը զինվորականը չի, ժամկետային զինծառայողը չի, բանակը որպես ինստիտուտ մարմին պատրաստ չէր այդ պատերազմին, այսինքն մեր թշնամի կողմը, հակառակորդ կողմը ժամանակակից զենք զինամթերքով հարվածում էր Արցախին, իսկ մեր տղերքը, հերոս տղերքը ավտոմատով կանգնած էին մնում, ինչ անեն։ Հիմա պատկերացրեք Իրանում, ասենք թե մի կես միլիոն զինվորական զենքերով կանգնած լինի, ինչ պիտի անի, կամ Իսրայելում կանգնած լինեն զենքերով, ինչ պիտի անեն, ոչինչ։ Այդ պատերազմին մենք
դե իրենցը թողնենք, իրենք մոտավոր իրար հետ պատրաստ են, ասենք երբեմն լինում է 5-րդ սերնդի եւ 4-րդ սերնդի զիննատեսակների բախում, արդյունավետությունը անընդհատ փոխվում է, հարցը դա չի, մեր պարագայում մենք 4-5-րդ սերնդի զինատեսակի դեմ կռվում էինք 2-րդ, մաքսիմում երբեմն 3-րդ սերնդի զինատեսակով ու այստեղ շատ լուրջ դեմքով մարդիկ, ովքեր բանակը ոչ մի կերպ չէին ցանկացել բարելավել, նստած ասում են, բա եկան տվեցին Ղարաբաղը, իսկ մենք պահում էինք, տղա էինք, պահեցինք, ոնց որ Սերժ Սարգսյանն է ասում։ Նախ ձեզանից ինչ տղա ու վայ ձեր պահածը, դուք չեք պահել, դուք ձգել եք։ Ձգել եք, թե որտեղ կկտրվի այդ կապը, որովհետև պահել այդպես չեմ պահում, պահելը 70 թվի, դա էլ քո խոստովանածն է, բանով չի, Կալաշնիկովով չի, մնացել եք 90-ականների տակ, ասում եք, բա այն ժամանակ ոնց կարողացանք էլի մեզնից ավելի մեծ ներուժ ունեցող Ադրբեջանին հաղթել, որովհետև այնի գոյություն ունեն, տեսեք, կարող է զենքերը լավի վատի բաներ լինեն, բայց գոյություն ունեն էպոխաներ, դարաշրջաններ։ Այդ դարաշրջանի զենքերի բանը օգտակարությունը այլևս զրոյական է կարելի ասել, կամ գրեթե զրոյական է, կարելի է տանել Քենիայում օգտագործել, չգիտեմ, կամ արաբական ավազների մեջ, չես կարող արդեն այստեղ օգտագործել։ Եվ միևնույն ժամանակ լինես երկրի ղեկավար, ունենաս տվյալներ, որ Ադրբեջանը ունեցել եք, չէ՞ տվյալներ, Ադրբեջանը ինձ զենքեր է գնում, ու դու գնաս ընդամենը 2 վագոն փամփուշտ առնես Մամիջանյանն էլ այսօր ելնի ասի 50,000 տոննա զենք ենք գնել, սա չգիտեմ, ծաղրաում նկատմամբ։ Դեռ գումարած սրան, թե մեզ մոտ եթե կար, մեզ մոտ 21-րդ դարում պատերազմի ժամանակ կար ընդամենը կային անգամ ռացիաների խնդիր, ռադիոկապի խնդիր։ Այդ են պարագայում, երբ որ նրանց մոտ ռադիոկապի մասին եկեք չխոսենք, թե ինչ մակարդակի էր, ռեպը կամ մյուսը։ Ու սա չգիտեմ ինչա։ Ահա խնդրեմ, նայեք ու փորձեք համեմատել։ Իհարկե, հզորությունները կարող ենք չհամեմատել երկրների հզորությունը, բայց կներեք, դա էլ մեր խնդիրներ, մեր վերմակի չափով, չէ՞։ Ու այսօր կանգնել, դնել քեզ ռետինե խողովակի տեղ ու որոշել, որ ոչ մենք կարող ենք, եթե ղեկավարն ուրիշ լինի, լուրջ եք խոսում։ Ուրեմն կհիշեք, քանի տարի է անընդհատ ասում ենք, որ Facebook-ում համացանցում փորձեք զգույշ արտահայտվել։ Զգույշ արտահայտվեք, որովհետև մոնիտորինգի տակ ենք, հիմա արդեն քիչ-քիչ թուլանում է այդ ամեն ինչը, բայց հատկապես նոյեմբերի 9-ից հետո 44 օրյայի ընթացքում, то դրանից առաջ, то դրանից հետո հաշվարկվում են հանրային տրամադրությունները համացանցով, քո մի հատ գրած բառը, չեմ ասում հատկապես հենց քո գրածը թուրքը կտեսնի, բայց ընդհանուր առմամբ հաշվարկվում է ու ձեր արտահայտություններում փորձեք զգույշ լինել, ուշադիր, դա հաշվենկատ լինել, լավ, այսպես ասեմ, հա։ Ուրեմն նոյեմբերի 9-ից հետո քանի երևի մի 50 անգամ մենակ այս հաղորդման ժամանակ եմ ասել, փորձեք հաշվի առնել այն հանգամանքը, որ դուք մոնիտորինգի տակ եք, բայց անգամ արցախցիները Արցախում գտնվելով ու շրջափակման մեջ գտնվելով շատ անզգույշ բաներ էին անում։ Էլ մեր մասին չասեմ, մենք առհասարակ տվել մեզ անցել ենք, այդ մեր իրար մի սուտոցին էլ պիտի շատ զգուշորեն արվի, որ դա դուրս չգա իր սահմաններից, հա, կարող ցանկացած հասարակություն իր մեջ կարող ունենա խռովարարներ, այլակարծություն, չգիտեմ, կոպիտ սուր քննադատություններ, բայց զգույշ եղեք, իշխանությունն ու պետությունը իրարից տարբերեք, որովհետև դա որպես հանրային տրամադրություն հաշվարկվում է եւ ըստ դրա ռազմավարական գործունեություն են ծրագրավորում, որը իմիջիալոց շատ էֆեկտիվ է գործում։ Եթե Ադրբեջանը վստահ չլիներ, որ 22 թվականին հարձակումից հետո այստեղ հարձակման ընթացքում այստեղ ընդդիմությունը դուրս կգա փողոց ու կսկսի իշխանության հրաժարականը պահանջել, նա դժվար թե հարձակվեր կամ կհարձակվեր, բայց լրիվ այլ տրամաբանությամբ։ Չէ՞ որ դա նույնպես հաշվարկվում է։ Օրինակ, երբ խփեցին, երբ որ տեսան, որ Իրանում ժողովուրդը որքան մեծ է դժգոհությունը իրենց իշխանությունների հանդեպ եւ բայց դա էլ միանշանակ չի, ասեմ ձեզ,
Իրանում գուցե ժողովուրդը մեծամասամբ դժգոհ, որովհետև բռնապետություն էր, բայց նրանք նաև կողմ չեն շատ դեպքերում այդ Ամերիկայում ապրող թագաժառանգի իշխանությանը, այսինքն նրանց ցանկությունները լրիվ այլ տեղ են, բայց ես չեմ ցանկանում մտնել այդ դաշտ, ասեմ միայն հետեւյալը, որ այդ տրամադրությունները նույնպես հաշվարկվեցին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից, անգամ Իսրայելը ղեկավարի մակարդակով կոչ էր անում իրանցիներին դուրս գալ փողոց եւ աջակցել իրենց, ուղիղ կոչով էր դիմում արդեն, հասկանում եք։ Հիմա այս ժամանակակից տեխնիկայի հետ կապված, ուրեմն իսրայելական Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի ճանապարհային տեսախցիկների ցանցը եւ տարիներ շարունակ լրտեսել են Խամենեին, նրա թիկնապահներին ու այլ բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներին։ Հարձակումը պլանավորել են ամիսներ շարունակ եւ գործել են, երբ հաստատվել է Խամենեի գտնվելու վայրը։ Հիմա նայեք, մենք պատերազմից առաջ եւ ընթացքում նույնպես մեզ հետևում էին։ Այո, հենց մեր տեսախցիկներով, բայց չես կարողացել այդ տեսախցիկները թող չլինեն։ Պետք է մենք սկսենք սովորել ժամանակակից աշխարհի հետ ապրել ու վաղվա օրվա մասին մտածել։ Ուրեմն նայեք, երբ որ այստեղ այդ ռազմական գործողությունների ժամանակ այստեղ ամեն անկյունում, չգիտեմ, կանֆետ ու շոկոլադ էին հավաքում, որ ուղարկեին զինվորներին, այդ ամեն ինչը տեսնում է։ Ոսմը լավ, ուրեմն սրանց բանը, սնունդը լավ վիճակում չի բանակում, կամ այստեղ հավաքվում են, կարելի է ըստ տրամադրությունների հասկանալ ինչ է այնտեղ կատարվում։ Մի խոսքով, պետք է դրանք հաշվի առնել, հասկանում եք։ Այդ նույն ձևով մարդիկ դրոնները հանածոտ, դե հոп չունեինք, մեռել էր հոպը։ Հանածոտ, սաղ սիրուն նկարում, հասկանում, պարզում էին որտեղ ով կա, ինչ կա ու աշխատում էին մեզ վրա։ Պետք է հաշվի առնել նման բաները, ժողովուրդ ջան։ Ու նոր գնահատականներ տալ։ Եթե հաշվի կառնեք, գիտեք, շատերն են բանանում, չէ՞, այ գնելը իշխանություններին, ախր իշխանությունները այնքան բան են 5 տարվա մեջ արել մեր պետության համար, որ վստահեցնում եմ ձեզ, եթե նստեմ իրենց արած լավ բաները թվարկեմ, մի 10 տարի, օրը 24 ժամով կարելի է կարդալ այդ լավ բաները ու վերլուծել։ Բայց ես չեմ գնում այդ դաշտ, այո, որոշ բաներում իհարկե ես սատարում եմ նրանց այս կամ այն որոշումը, բայց շատ դեպքերում էլ ունեմ կոնկրետ իմ դիրքորոշումը եւ այն մարդիկ, ովքեր դա ասում են, մի հատ թող հələ իրենք հələ մտածեն, էլի, օրինակ, ես ինչ պիտի անեմ, երբ որ դուք ստում եք, ստով մարդկանց ուզում եք սուտ բան համոզել, թե օրինակ պատերազմը պարտվեցինք, որովհետև այ մեղավորը գնաց Շուշիում կանգնեց, ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ։ Տղերք, պատերազմի պարտության հետ կամ պատերազմը այդպես սկսվեց, իմիջիայլոց Նարեկ Կարապետյանն էլ է այդ կարծիքին։ Այդպես սկսվեց, տղերք, ամոթա տենց բաներ մի խոսեք։ Ամոթա ոչ թե ձեր համար ու ես ձեզ ամոթանք եմ տալիս։ Չէ, ամոթա, որովհետև այդ տպավորությունը ու ձեր կարծիքը տարածվում է մեզ բոլորիս վրա։ Դրսում նստած լսում են, ասում են էսով են էս հայերը։ Իրենց լավն ու վատը չգիտեն։ Չեն ասում, էս ինչի աննա, այն ինչի աննա։ Դա բոլորիս վրա է անդրադառնում ու դա են հաշվարկում արդեն։ Դուք գիտեք ինչ, Ալիևը նստած նայում մեր մարդը, արցախցիները, Արցախի վերնախավը ոնց է հակադրվում Հայաստանի Հանրապետության իշխանությանն է, ոնց է հակադրվում, գթած նվեր, ասենք 1-2 քայլանի կոմբինացիաներ մտածելով չի, ու այսօրվա դրությամբ այո, Հայաստանի Հանրապետությունը այն կարգավիճակում է արդեն, ու դա հաջողվել է դիվանագիտական բլոկին, որ ասում են թութու աշկով չտանք, որ երկրի ղեկավարն էլ կարկանդակ ուտելով իր ներքաղաքական պրոցեսներն է ծավալում, բա ինչ պիտի անի, ինչ անի, այդտեղ ժամանակ ինչ են անում, ասենք կա մի հատ այնպիսի ուտեստ, որը երբ որ հարևանիդ վրա հարձակվում են, դու պիտի քո սննդակարգը այդ ուտեստով լրացնես, ասենք չի կարելի այս ցնդաբանությունները, ինչ եք ուզում,
Լավ չի, առաջին անգամն է, պատմության մեջ առաջին անգամն է առհասարակ, որ տարածաշրջանում ռազմական գործողություններ են ընթանում ու Ադրբեջանից կրակոց չկա։ Առաջին անգամն է, այն ժամանակ, էլ չխոսեմ ոչ միայն տարածաշրջանում, կարող է ես շատ գիտեմ որտեղ ինչ որ բան կատարվեր ու մենք արդեն ահով նստած ասում ենք հեսա բանը Ադրբեջանը էլի կրակի հանկարծ պատերազմ չսկսվի։ Նու ահով ասելով մեր տղերքի համար։ Այդ բան սահմանին կանգնած տղերքի համար էր մեր մտավախություն։ Այսօր վատա որ այս իրավիճակում ենք արդեն։ Դուք էլ հասնեիք դրան, դուք էլ կարկանդակ ուտեիք, ես էլ ասեի անուշ լինի ախպեր ջան, արի մի հատ էլ խաշլամի ջուր տամ վրից քաշի գլուխդ։ Լրիվ մանուշակ մանկապարտեզի են վերածել։ Ուրեմն մի տելեգրամյան ալիք կա։ Հայա է։ Ինքը հայա։ Մինա Z, եթե չեմ սխալվում։ Z-ն էլ են ֆաշիստական Z-ը, Ռուսաստանում ապրող։ Այդ տելեգրամյան ալիքն էլ մի 60 քանի հազար հետևորդ ունի։ Ռուսալեզու։ Այդտեղ գրառում անում, ասում խորհուրդ է տալիս Իրանին, որպեսզի Իրանը հարվածի Երևանում ամերիկյան դեսպանատան վրա։ Ու տակը կան մարդիկ իհարկե, որ ասում են դու ապուշ չես, ես ինչ ես գրում, բայց նաև կան մարդիկ, որ համաձայն են, լայքում են, հասկանում եք։ Ու սա հայա։ Սա խայտառակություն է, հասկանում եք, ու ինքը ներկայանում է որպես իսկական է, մինչև էդ էլ կարող է այնպես բաներ գրած լինի, բայց 60 քանի հազարը խեն հավաքվել այդ Telegram կանալում, որովհետև ասենք ես հիմա Facebook-յան էջում ունեմ 50 քանի հազար հետևորդ։ Օրինակ, այս 50 քանի հազարը մեր քաղաքացիները, մեր մարդիկ, ինչի համար են հետևորդ։ Երկու պատճառով։ Մեկը, որ հավանում են իմ մոտեցումները, կամ հիմնականում համարում են իմ մոտեցումը, մեկը, որ նստած են շատ քիչ քանակությամբ էլ կան, նստած են, որ տեսնեն ես ինչ եմ հրապարակում, ուսումնասիրեն անընդհատ էջս, հետ չմնան ինձ հակադարձելու համար, հասկանում եք, ընդհանուր առմամբ դա է, չէ։ Նույնն է էդի, մարդը խորհուրդ է տալիս, բան, սա մի կողմ, մեկն էլ կա, Միացյալ Նահանգներում է, որտեղ է, ռուսերենով, դիմում է Պուտինին, էլ չգիտեմ, սրանք հայեր են, ազգությամբ։ Երբ որ ես ասում եմ հայ լինելը, բանա, մենակ ազգությունով չի, մարդկային կատեգորիայով էլ պիտի հաշվի առնվի, սրա մասին եմ ասում։ Մենք պետք է հասկանանք ինչ է նշանակում հայ լինել։ Ինչ պատասխանատվության զգացում է պետք։ Սաղորը նստեք խոսեք բանից, իշխանությունից կամ մյուսից։ Դուք ինքներդ ամեն մեկը պատասխանատվության ինչպիսի բան եք պատկերացնում, նշաձող եք պատկերացնում, ելնելով ձեր հայ լինելուց։ Ամեն մեկս, եկեք մի հատ դա հասկանանք, խոսենք տես բաներից։ Երբ որ ասում եմ, որ 91 թվականից հետո մի հատ նորմալ ստեղծագործություն չեղավ անկախական գաղափարախոսությանը նվիրված, դրա համար եմ ասում, որովհետև սերունդ պիտի դասիրակվեր, կրթվեր, չէ, պետական մակարդակով, այդ գաղափարախոսությամբ ու այդ պատկերացումներով։ Մենք այստեղ նստած օրական բան ենք ամ, այ Ադրբեջանի դպրոցներում տեսեք ինչ են սովորացնում։ Ինչ էին սովորացնում։ Այն ինչ որ սովորեցնում էին, տվեց իր արդյունքը 44 օրյային։ Կարող է էլի նպատակներ ունեն, այսինքն բոլորս հասկանում ենք, չէ, որ դպրոցում ինչ որ սովորեցնում են, ինչպես որ կրթում դասիրակում են, դա ապագայի համար է, ճիշտ է։ Եկեք մի հատ նայենք մեր դպրոցներում մեզ ինչ է, կամ դպրոցը սովորելու համար է եղել, կամ դպրոցը եղել է, թե չի եղել։ Ինչպիսի վերաբերմունք ենք ունեցել դպրոցի հանդեպ, կրթության հանդեպ։ Այստեղից է սկսվում ամեն բան, ինչից խոսենք, որ խնդրից ուզենանք խոսենք, ուզենք թե չուզենք վերադառնալու ենք կրթության ու պետական դասիրակությանը։ Իսկ պետական դասիրակությունը եղել է հետևյալը. երեխեք ջան, այդ դպրոց ռադար եք, դա ձեզի ապագա չի։ Այս է եղել պետական էլիտայի մակարդակ, էլիտա կոչվածի մակարդակով։ Այսօրվա դրությամբ, այդ որ ասում ենք հեղափոխական պատկերացում, սա հեղափոխական մոտեցում է։ Այս ռազմավարությունը դպրոցների եւ մանկապարտեզների հետ կապված, սա հեղափոխական մոտեցում է, բայց որակական հատկանիշներով իհարկե դեռևս բարելավելու տեղեր կան եւ տեմպերը կարծես դանդաղ են, այդ տեմպերից կարելի է բողոքել։
կարելի է տեմպերը քննադատության առարկա դարձնել, որովհետև ուսուցչին ասում ես, այս ինչ է սորացնում, ինքը պարզվում է, որ գնացել ատեստավորվել է։ Հա, ատեստավորվել չի ատեստավորվել բանը, բայց իր ուղեղը պատկերացումը դեռևս սովետական մուրճ ու մանգաղի հոտով են։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր ազգային ժողովում նիստ էր եւ աչքովս ընկավ պարոն Պապիկյանը, պաշտպանության նախարարը, Վազգեն Սարգսյան բարձրագույն ուսումնական հաստատությունից էր խոսում, ռազմական, ու այսպեսի բան կա, ովքեր որ ավարտում են, աշխատանքի են ասում 620-ից 750 հազար դրամ աշխատավարձով ստանում են բնակարան եւ էլի որոշ արտոնություններ։ Հիմա հասարակ բան։ Ну Վազգեն Սարգսյանում ինչքան փոփոխություններ են եղել, ես ինքս գիտեմ, սկսած այն նորոգումից, վերջացած որակական բանից կամ աշխարհում որ երկրների հետ են սկսել համագործակցել, աշխարհում իրենց դիրքերը որքանով են բարելավել, այս ամեն ինչը շատ լավ գիտենք։ Հիմի, օրինակ, ես մտովի հետ եմ գնում, ասենք թե ես 17-18 տարեկան եմ, դպրոցը նոր ավարտել եմ ու դեռ չգիտեմ ուր կարելի է ընդունվել։ Սա ինձ համար գրավիչ կլինի, թե չէ։ Ես հիմի, նայեք, 46 տարեկան տղա եմ, ես իմ սեփական տունը չունեմ, իմ աշխատավարձը առհասարակ մոտիկ չի այդ թվերին։ Ես ամբողջ կյանքում տենց այս կողմ են կողմ վազվզել, փորձել եմ ինչ-որ բան ստացեմ, չի ստացվել։ Ու կարա 23 տարեկան տղան, այսինքն ավարտելուց հետո, լինի շատ ավելի լավ վիճակում, քան ես երբևէ այլևս։ Հիմի, եթե ես լինեի երիտասարդ, իհարկե, լավ, լինեի երիտասարդ, ես կընտրեի այս ճանապարհը, թե չէ, բնականաբար կընտրեի։ Եթե ժամանակին քիչ լափած լինեին, կենտրոնացած լինեին, ես էլ ընտրելով հանդերձ, նաև պատասխանատվություն կլիներ վրաս, չէ՞, լավ սովորելու, լավ ուսումնասիրելու ռազմարվեստը։ Դա բանակին կնպաստեր զարգացմանը, կնպաստեր։ Դա 44-օրյա պատերազմին ոնց կկիրառվեր։ Երբ որ ասում ենք, որ այստեղ նախկինների մեղավորությունը, հենց այս ճանապարհն է, որ պիտի անցնեին։ Բայց այսօր ենք անցնում, ոչինչ, այսօր ենք անցնում, լավ է, որ այսօր ենք անցնում, դա էլ ապագայինն է, որովհետև ոչ ոք չի կարող ասել, որ երբեք տարածաշրջանում բախումներ չեն լինելու։ Չէ՞, ճիշտ է, թրիպուղին լրջագույն ձևով բանա վստահությունը ներշնչում այդ իմաստով, բայց կներեք, ամեն դեպքում սա պետք է լինի։ Հիմի 23 տարեկան տղան արդեն կայացած տղա կարող է լինել այդ իմաստով ու գնա իր մասնագիտական գործունեությունը ծավալի առանց մտածելու ուրիշ բաների մասին։ Նույնը IT ոլորտում է։ Այսինքն այսօր եթե երիտասարդը ճիշտ մասնագիտություն ընտրի ու սկսի սովորել, նրա կյանքը կարգավորված է։ Մերը էլ դժվար թե կարգավորվի։ Մենք արդեն ցավոք սրտի մեր կյանքը կերան, ովքեր պիտի ուտեին, կերել են արդեն։ Վերջ, չես բերի հետ այդ ժամանակները։ Եվ ես շատ երջանիկ եմ, այո, որ երիտասարդների համար, այդ որ ասում ենք ապագան այսօր է, ես այս իմաստով համաձայն եմ։ Այո, ապագան այսօր է, որովհետև այդ երիտասարդը վաղվա պետություն պահողն է։ Այսինքն ինքը այդ ապագան է ու ինքը այսօր է։ Հիմա ինչքան ուզում են կողքից ասեն, բա դու նստած հիմի իշխանությունների գովն ինչ պիտի անեմ հիմա։ Չէ, տեխնիկական որոշ թերություններ, բոլորս էլ դուրս գանք ակետից բեկետ քայլենք, կգտնենք։ Այսօր օրինակ ջրի հարցն էին այնտեղ դրել քննարկում իբր։ Բա կներեք, այդ ինչ խայտարակ պայմաններով եք տվել ու ոչինչ չեք արել, բա կուտակվել է։ Ոնց որ ժամանակին նույնը սանիտեկներ։ Հիմա մարդիկ եկել ասում են ներդրում է պետք է այնտեղ պարտավորություն կա որ պիտի արվի։ Ինչ է ինչի, ընդ որում
Այստեղ է հենց քաղաքական բարոյականության պահպանումը անհրաժեշտություն դառնում, որպեսզի երբ որ ընդդիմությունը ուզի բան խոսի, մենք լսենք, փորձենք մտածել այդ ուղղությամբ, ամփոփել, ներկայացնել, որ այ հետաքրքիր հարցեր կարելի է այս կերպով ձևակերպել կամ այն կերպով, բայց ընդհանուր առմամբ լավավոր ընդդիմությունը, այդպիսի ընդդիմություն պետք է լիներ, բայց այն ընդդիմությունը, ով որ իշխանություն է եղել, այսօր ու ոչինչ չի արել ու երկրի հերն անիծել է, երբեք չի կարող ընդդիմություն լինի։ Ժողովուրդ ջան, անկախ ձեր զգացմունքներից, մի բան լավ իմացեք։ Դուք գնալով այդ ճանապարհով անընդհատ Հայաստանին փորձում եք պահել շրջապտույտի մեջ։ Չեն կարող իրենք լինել իշխանություն առհասարակ մոռացեք չեն լինելու, դա բացառվում է, քաղաքացին չի կարա այդքան բանը թույլ տա, բայց որպես ընդդիմություն հələ հարցական է, ուզում եք էլի սենց ընդդիմություն ունենալ, թե ոչ։ Դու գիտեք ինչ, ասենք Նարեկ Կարապետյանը շատ է տարբերվելու սրանցից որպես ընդդիմություն, նրանք էլ ինչ խոսեն ասելու ենք, բա հայրիկի ժամանակ ոնց էր։ Ու չի ստացվելու, որովհետև ընդդիմությունը թե իշխանություն, քաղաքական բարոյականությունը, քաղաքականապես բարոյական կերպարը պահպանել է պետք։ Ու դա պիտի լինի առաջնային, որպեսզի ժողովուրդը քո ազնվությունը, քո սրտացավությունը ընկալի, գնահատի։ Ոչ թե սենց հելնենք, սիրուն բաներ խոսենք, ասենք բայեսի սենց են ինենց ու գնանք տներով ու զբաղվենք լրիվ ուրիշ բանով։ Չհասկացանք։ Այդ ոնց որ գայլին բերես, հավաբնի պահակ դնես։ Այդ նույն բանն է։ Օրինակ, հա, Գարիկ Սարգսյանը հետևյալ գրառումն արել։ Օրերս շրջիկ կրկեսը վեդի համայնքի գոռավան բնակավայր էր եկել։ Իհարկե գաղթագողի։ Շրջել են նախկին գյուղապետի այգիներում, ինչպես նաև ինքնակամ կառուցված սառնարանային տնտեսությունում։ Գյուղատնտեսության զարգացման մթերման կայանների ստեղծման մասին կենացների մակարդակի խոսակցությունների զատ լավ կլիներ ուժեղ հոպարի տղա նախկին գյուղապետին հարցներ, ո՞րն է ձեր հարստանալու հաջողության գաղտնիքը, պարոն Բազիկյան։ Տեսնենք տեսախցիկների առաջ ինչ էր պատասխանելու։ Բնականաբար նման հարց չէր հնչելու, քանի որ Բազիկյանի կայծակնային հարստանալը համընկնում է Նարեկի ուժեղ պապայի եւ ՀՀԿ իշխանության կառավարման տարիների հետ։ Իհարկե Բազիկյանը այժմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի աշխատասենյակում ստիպված է պատասխանել այս անհարմար հարցերին, իսկ այդ հարցերը հետեւյալն են. Այդ ինչպես ստացվեց, պարոն Բազիկյան, որ ձեր գյուղապետ աշխատած տարիներին համայնքապատկան 100-ավոր հեկտար ավելի քան 700 հեկտարի մասին է խոսքը։ Հողերի կազմակերպված աճուրդներում հաղթող էին դառնում ձեր որդին, կինը, եղբայրը եւ այլ մտերիմ ազգականներ։ Գյուղը իրանցով են արել, էլի։ Ինչպես ստացվեց, որ դուք ստանալով գյուղապետի աշխատավարձ դարձաք ավազի եւ տրավերցինի հանքերի տեր։ Իսկ վերջում մեզ կասեք, թե ինչ ճարպիկ մեխանիզմով եք մարում ձեր ջիպի գույքահարկը։ Իմ խորհուրդը ուժեղիկներին Ձեզ նոր հեծանիվ հայտնագործել պետք չի, իզուր մի ընկեք դաշտերով ու այգիներով, մի վարձեք բիզնես խորհրդատուներ, ընդամենը ձեր մոտ կանչեք Բազիկյանի պես նախկին ճարպիկ գյուղապետին եւ իրենք ձեզ անվճար տրեյնինգ կանեն։ Բայց մարդիկ երբ որ նստել նայել են, շատ գիտեն Գոռավան գյուղի Բազիկյանն ով է, չէ՞։ Նայում են, նայեք, ինչ լավ տղա է, գնացել է, ցույց է տալիս, ասում այ սա կարելի է ասես բանի վերածել։ Տղեր ջան, չի կարելի։ Չի կարելի, մարդկանց խաբել չի կարելի, վատ բան է, առավել ևս նոր եք փորձում մտնել քաղաքականություն ու ինձ թվում է հունիսի 8-ից էլի չեք զբաղվելու քաղաքականությամբ, Հայկ Մարությանի նման, ընտրությունից ընտրություն երևում է, մեկը Սունդուկյանում է համերգ տալիս, մյուսը Ցիրքում է համերգ տալիս, ուժեղ է, ինչ ասես սենց բան։ Կամ ես ուզում եմ տեսեք դաշնակցական բանը նախարարը այ ոնց էին չէ թիրախավորում մեր ԿԳՄՍ նախարարին թիրախավորում են որովհետև մարդը սկսել էր գործ անել ու դժվար էր շատ դժվար ու այո երբեմն այդ ցավալի աշխատանքները անելուց
հնարավոր է թացը չորի հետ խառնվի ու կարող են լինել նաև արդարացի դժգոհություններ, սրա մասին չի խոսքի, ես ինքս որոշակի արդարացի դժգոհություններ ունեմ, բայց այդ կատարվող ծավալուն աշխատանքը չգնահատել, կներեք, դա էլ երեսպաշտություն կլինի։ Հիմա նայեք, ունեցել են ԿԳՄՍ նախարար, այ ինչի՞ց է գալիս մեր այս ցենզը, որակը էլի կրթության, որ մենք չգիտենք, տենց էլ չհասկացանք Արցախն ինչ էր, տենց էլ չհասկացանք ինչը պիտի գնահատենք, այդպես էլ չհասկացանք ինչին որպես քաղաքացի ոնց պիտի մեզ դրսևորենք, իրավունքն ինչ է, հավասարությունն ինչ է, կրթությունն ինչ է, այս ամեն ինչը, այն որ ասում էի ոնց պտտվեք կրթությանն եք հանգելու, ուրեմն նախարարը աշխատել մարդը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը գրել է. Դատախազությունը պահանջում է բռնագանձել Լևոն Մկրտչյանի ապօրինի գույքը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դաշնակցական նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձելու ապօրինի ծագում ունեցող գույք եւ դրամական միջոցներ։ Խոսքը վերաբերում է շուրջ 26 անշարժ գույքի, 7 շարժական գույքի, մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարի դրամական միջոցների, ինչպես նաև մի շարք ընկերություններում մասնակցության բռնագանձմանը։ Այս մասին արձագանքել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը, ընդգծելով, որ նման ծավալի կարողություն կուտակելն անհնար է օրինական ճանապարհով պետական պաշտոնյայի աշխատավարձով։ Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Պավլովյան ռեֆլեքսով կրկնել, թե իբր բան չի փոխվել, նշեմ, ես, լինելով հանրապետության ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաների 50-յակում, պիտի շուրջ 100 տարի կուտակեմ իմ աշխատավարձն ու դրան հավասարեցված բոլոր եկամուտները եւ այդ ընթացքում ոչ մի ծախս չանեմ, որպեսզի կարողանամ պարզապես 3 միլիոն դոլար ունենալ։ Իսկ 26 անշարժ գույք կուտակելու համար պետք կլինեն եւս մի քանի դար, նշել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը։ Եղոյանի խոսքով սա վկայում է նախկին պաշտոնյաների կողմից տարիներ շարունակ ձևավորված համակարգային չարաշահումների եւ ապօրինի հարստացման մասին։ Սրանք են եղել այն նախարարները, որոնք ղեկավարել են երկիրը, եւ հենց նրանց նմանների պատճառով է, որ հասարակությունը տարիներ շարունակ կանգնել է սոցիալական ծանր իրավիճակի առաջ, շեշտել է պատգամավորը։ Բայց իմի սրանց որ հավաքես բոլորին միտեղ, չէ՞, նախկին կոռուպցիոներներին։ Կասեն, հա, բայց մենք Արցախ էինք պահում։ Ոնց էիք պահում։ Դե մենք Ղարաբաղն էինք պահում, ախպեր, դրա համար էլ գողանում էինք։ Ու ինչ, դուք գիտեք, այս գողոնը որ եղել է որպես նախարար, ատկատ չի գնացել ղեկավարին։ Ղեկավարը տեղյակ չի եղել, թե ԱԱՑ-ն տեղյակ չի եղել, բոլորը մեջը փայ են ունեցել։ Ասեմ ավելին, հենց դրա համար է ինքը նախարար եղել, որովհետեւ կարողացել է լավ հավաքագրի գումարները իրենց տոկոսը տա, իրենն էլ իր գրպանը դնի եւ այլն։ Այսինքն են այն ժամանակ որոշել ովքեր աշխատեն նախարար։ Հասկանում եք։ Ու սա եղել է կրթության նախարար։ Դրա համար էլ դպրոց չկա տակը։ Դպրոց չունենք Հայաստանում, 300 դպրոց են կառուցում, մի այդքան էլ անընդհատ պիտի կառուցվի։ Եթե իհարկե ընտրություններում քաղաքացիները իրենց նորմալ դրսևորեն այդ ցանկությունը արտացոլվի ընտրություններում։ Այս ժամանակ, երբ որ ինքը միլիոններ էր դիզում, մի բան էլ ես ձեզ ասեմ, իմացեք։ Այ հենց այս ժամանակ, երբ որ միլիոններ էր դիզում, Ադրբեջանի դպրոցներում արդեն սովորեցնում էին, որ Երևանը ադրբեջանական հին քաղաք է։ Դրա մասին իհարկե ոչ մի լրագրող չէր կարող համարձակություն դրսևորել, բերել մեր հայկական տիրույթում ցույց տալ, թե ադրբեջանցիները ինչ են ասում։ Եվ իհարկե իրենք էլ չէին անդրադառնա, եւ դրան հակազդող բաներ մեր դպրոցում չէին սովորացնի։ Եվ դրա արդյունքը մենք ենք, իմ տարիքի պլյուս-մինուս 10-15 տարի, հասկանում եք։ Մենք ենք։ Դրա համար էլ մեզ թվում է, թե մենք շատ բան հասկանում ենք, բայց ոչ։ Մենք շատ բան չենք հասկանում դեռևս, որովհետև նորմալ կրթություն չենք ստացել։ Իսկ մենք, բայց փոխարենը կարող են ծաղրել քաղաքացիներին։
Այ տեսեք հենց դրա վիճակը նայեք բան։ Այնտեղ վարչապետը կարկանդակ ա ուտում։ Մի հատ մարդ էր, եկել էր վարչապետի հետ նկարվում էր։ Հակու կապը լավը չէր, տեսքն էլ են չէր։ Գուցե մտավոր ընդունակություններն էլ են չէին։ Ծաղրում են, հələ դուք նայեք ով ա գնացել նկարվում։ Այսինքն այդ մարդիկ իրավունք չունեն ապրել։ Իրանք իրավահավասարություն, իրանց հանդեպ, այսինքն ո՞նց է էլի, ես ուզում եմ այս ընդդիմադիր չէ էլի, այս խեղկատակների պատկերացումները հասկանալ էլի։ Այ բեղավոր տատիները հելել են Նիկոլին Սատարու։ Այսինքն մի կողմից փորձում եք այդ մարդկանց ճնշել, որ իրանց նույն կենսաթոշակի մասով ինֆարկտ արեք լինում ու փորձում եք ցույց տալ, թե իրենք ավելի դուք ավելի լավ կարող եք մտածել իրենց մասին, մյուս կողմից ձեր նկարագրությունը դա է, այ այդպես եք կառավարել երկիրը, որ թքած եք ունեցել, արհամարել եք, հա։ Մի հատ տատամով հազիվ պամիդոր են ծակում, բաներ։ Սա եղել ձեր մոտեցումը մեր քաղաքացիներին։ Դուք հասցրել եք նախ այդ վիճակին ու հետո տվել եք այդ բնութագիրը ու դուք տենց երևելի իբր տես քաղաքենիության մեջ թաթախված ապրել, իբր տեսեք, մենք պուճուրիկ թանգանոց շնիկ ենք պահում, մենք հարուստ եւ ապահոված մարդիկ ենք, փուֆ մնացածը։ Բայց ժողովուրդ, թողեք մենք կգանք Հայաստանը կփրկենք եւ այս վիճակից կհանենք, որ վիճակից։ Որ վիճակից, այն վիճակից, որի մեջ դուք եք կծել ու հիմա Հայաստանը դուրս է գալիս ու փարկասու լավ էլ տեմպով է դուրս գալիս, որ վիճակից, մենք նկարագրենք վիճակը, հասկանանք ինչ վիճակի մասին է խոսքը, ուզում եք համոզեք, որ վատ վիճակ է, ինչ է ինչի։ Դուք գնացեք այդ մարդկանց ծաղրեք, այս ընտրությունների ժամանակ, դե բնական է, հայհոյանքով եք խոսում, չէ, որ վաղարշապատում բռնել են, ասում հայոյանքով, ասում դրան ասած ծնողների հետ թող գնա անպայման ընտրի բան։ Ձեր համար այդ մարդիկ այդ մատերիալն են։ Իհարկե, երբ որ դուրս եք գալիս, դուք սիրուն, ժողովուրդ, մենք կարող ենք տնտեսությունը, բանը, մեր երկիրը, հայրենիքը, բանը։ Ամերիկը պարզվում է, ներսում լրիվ ուրիշ կարծիք ունեք։ Ընդ որում դրա մասին դուք եք ցուցադրում։ Մենք չենք պիտակավորում, բան չենք անում, տեսնում ենք ձեր վերաբերմունքը։ Հասկանում եք, զզվելի եք դուք։ Քանի կար գնելին, ծաղրում եք, ձեր արևին, էլի, թե բանա, գնելի հետևորդերը մենակ տատիկ պապիկներ են նրանելով ա լսում, որ ես կես միշտ հպարտությամբ ասում եմ, որ ուրեմն ես բոլորիցդ առաջ եմ, որովհետև տատիկ պապիկները ավելի մեծ սերունդը, տեսել է ամեն ինչը, այսինքն երիտասարդին բացատրես թե ով է Քոչարյանը կամ Լևոնը կամ սովետական միությունն ինչա ուրիշ է, մեծ մասով ուրիշ է, ու իրենք հետևին ինչի համար ես երջանիկ եմ, փառք Աստծո, չնայած մի հատ դեպք եղավ այս վերջերս սրտից ծանր ա նստել, կասեմ, փառք Աստծո, բա այդ նույն տատիկ պապիկների մասին չի հիմա խոսքը, որոնց դուք ծաղրում եք, հիմա էլ դուրս եք եկել, տատիկ պապիկներ հանկարծ չլսեք, նրանք ձեզ ընտրակաշառք է, էդի թոշակը չի բան, ինչ գործ ունեք այդ մարդկանց հետ դուք, ինչ գործ ունեք, չէ, իմ հետևորդների մեջ փառք Աստծո շատ երիտասարդներ էլ կան, բայց ես իրենք էլ կհասկանան, եթե ես հիմի ասեմ, որ այո, ես առավել կարևորում եմ մեծահասակների դերն ու նշանակությունը մեր իրականության մեջ, եւ դա ունի իր լրջագույն պատճառները, որը ես չեմ կարողանում հասկանալ, թե դուք ինչու եւ ինչպես չեք ըմբռնում։ Չէ, կարելի է պատկերացնել, բայց չեմ հասկանում։ Վերջերս մի դեպք տեղի ունեցավ, հանուն անկեղծության սա էլ ասեմ ու եթերը ավարտենք, տարիքով մի մարդ, ես չգիտեի, որ ինքը տարիքով է, միջայլոց, մեսենջերով վիրավորեց ինձ, երևի չհասկանալով, որ այդպես վիրավորում է, ես էլ վիրավորեցի, ընդուp վերցրեցի ու զանգեցի, վիդեոքոլ որ արեցի, այնտեղից տարիքով մարդ վերցրեց, իսկապես սրտից դարդ նստեց, իսկապես, բայց ինչ-որ ես շշմած վիճակում եմ, ինքը խոսած անջատեց, արգելից դրա կարիքը չկա, դա իմ սրտին դարդ է նստել, իսկապես, որովհետև ես
անկախ ամեն ինչից միշտ տարիքով մարդկանց լրիվ ուրիշ ձև են վերաբերվել, ծնողի պես են վերաբերվել։ Կարող է հունից դուրս գամ, իմ ծնողներից շփվելուց էլ մեկ-մեկ հունից դուրս եմ գալիս, հետո ես ինձ տալիս առնում եմ, ասում եմ մյուս անգամ խելոք կմնաց ու ասում եմ առաջ։ Բայց նրանց դերն ու նշանակությունը այսքան ծաղրել 5-6 տարի ծաղրում եք։ Ձեր համար քաղաքացիների մեջ յուրահատուկ մարդիկ կան, որ պիտի լինեն, մնացածը գոյություն ունենալու իրավունք չունեն կամ պիտի իրանք աշխատեն, որ դուք ապրեք։ Այ Նարեկի ասած գործարանները երևի դրա համար է, որ պիտի այս մարդիկ սաղ այնտեղ աշխատեն, որ իրանք ապրեն։ Հո իրանք չեն գնալու դազգահի վրա աշխատեն, պատկերացնում եք Նարեկին դազգահի վրա աշխատելու։ Մի խոսքով, դեռ կանդրադառնանք այս կրթության ոլորտը չափազանց կարևոր է, դաստիարակության ոլորտը ըմբռնման որպես քաղաքացի այս իմաստով չափազանց կարևոր է, որպես հայ մարդ նույնպես չափազանց կարևոր է։ Եվ կունենանք նմանատիպ զրույցներ։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։